Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է պատմության խորհուրդ հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Մաղաքի arczepiskopos Օրմանյանի պատմական հայեցակարգի մասին, այսինքն ինչպես էր նա ընկալում պատմությունը, մասնավորապես հայոց պատմությունը եւ նրա ընկալումներում ինչ տեղ եւ դեր ունի հայ եկեղեցին։ Այստեղ բնականաբար պետք է նշենք նրա կենսագրությունից մի քանի դրվագներ, որ հասկանանք ինչպիսի անհատականության հետ գործ ունենք։ Նա հայ ընթերցողին ավելի շատ հայտնի է իբրև ազգապատում եռահատոր աշխատության հեղինակ։ Մինչդեռ նա իր հարուստ կենսագրության մեջ ունեցել է նաև այլ կարևոր գործեր։ Մասնավորապես, նա սկզբնական շրջանում լինելով փաստացի հայ կաթոլիկ հոգևորական, այնուհետև հայ առաքելական եկեղեցու ինքնությունը եւ անկախությունն ու նվիրապետական լիակատար ինքնուրույնությունը պաշտպանելու դիրքերից հանդես գալով, դավանաբանությունը հիմնավորելով կաթոլիկ միջավայրի հետ իր կապերը խզել է եւ խնդրել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես arczepiskopos Վարժապետյանին, որպեսզի նա ընդունի իրեն իբրև հայ առաքելական եկեղեցու հոգևորական։ Եվ ի վերջո նրա կողմից հայ եկեղեցու հոգևորական ձեռնադրվելուց հետո նա ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, այնուհետև արդեն Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից իբրև եպիսկոպոս։ Մաղաքի Օրմանյանը կարևոր դեր է ունեցել նախ Կարինի թեմում ունեցած իր գործունեությամբ։ Այստեղ նա կարևոր դեր է խաղացել Սանասարյան վարժարանի Արևմտյան Հայաստանի նշանավոր փաստորեն ուսումնական հաստատություններից մեկի հիմնադրման գործում, սերտ կապեր է ունեցել արևմտահայկական ամենամեծ քաղաքական խմբակի պաշտպան հայրենիացի, որ գաղտնի էր գործում նրա ղեկավարության հետ, աջակցել է նրանց գործունեությանը, այնուհետև վերադառնալով արդեն Կոստանդնուպոլսի միջավայր, այստեղ նա կարևոր դեր է ունեցել Արմաշի դպրևանքի ստեղծման գործում եւ եղել է նրա առաջին տեսուչը։ Այստեղ կարևոր է շեշտել մի հանգամանք եւս, որ նա որոշակի կարճ ժամանակահատված նաեւ դասավանդել է Գևորգյան ճեմարանում եւ փաստորեն իր գործունեության մեջ այստեղ դրսևորվել է նրա ազատատենչ ոգին եւ իր դասավանդման ընթացքում սաները նկատել են, որ նա պատկերացնում է Հայաստանը, Արևմտյան Հայաստանը մասնավորապես Օսմանյան կայսրության կաղապարներից դուրս եւ այս պարագայում իհարկե հետագայում թվում է պետք է երբ նա դառնում է Կոստանդնուպոլսի արդեն հայոց պատրիարք դրսևորվեր նրա ազատատենչ շունչը, սակայն նրա պաշտոնավարումը համընկնում է Աբդուլհամիդ II-ի վարած ցեղասպան քաղաքականության ժամանակաշրջանի հետ եւ նա հանդիպում է լրջագույն դժվարությունների։ Շատ կարևոր է շեշտել, որ նրա գործունեության մեջ առաջին տեղում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսության գերագահ դիրքի հանգամանքը հայ եկեղեցու նվիրապետական կառույցի մեջ։ Այսինքն նա կարծում էր, որ ամենայն հայոց կաթողիկոսն ավելի բարձր դիրք ունի հայոց եկեղեցու մեջ ի համեմատ Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքների եւ իհարկե Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսի։ Այս էր նրա մոտեցումը եւ սա դրսևորվել է նրա գործունեության մեջ միանշանակորեն, սակայն նրա պատրիարքական իշխանության վերջին շրջանում նա հանդիմանությունների է արժանանում կեղծ մեղադրանքների եւ նա ստիպված է լինում հրաժարվել պատրիարքական իշխանությունից։ Պատրիարքական շրջանից հետո Մաղաքի arczepiskopos Օրմանյանը աչքի է ընկնում գիտական գրական մեծ գործունեությամբ եւ նրա հրատարակած առաջին կարևոր գործերից պետք է նշել նախ համապատում աշխատությունը, որը ըստ էության Աստվածաշնչի նոր կտակարանի 4 ավետարանիչների համատական նրանց ներկայացրած տվյալների համատական աշխատությունը, որտեղ լուսաբանում է որոշակի ժամանակագրական կարգով է իրադարձությունները տեղավորում եւ մեկնաբանում եւ այդ կերպ ավելի հասկանալի է դարձնում ընթերցողի համար դեպքերի հաջորդականությունը եւ զուգադրումները նպաստում են, որպեսզի Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության շրջանը մեկտեղված եւ մեկնաբանված հստակ ընթերցողը տեսնի։ Եվ մյուս գործը, որ արդեն պատմաբանի համար այսօրվա տեսանկյունից չափազանց կարևոր է եւ նույնիսկ կարելի ասել այսօր հայ եկեղեցին ճանաչելու համար լավագույն աշխատությունն է, հայ եկեղեցին աշխատությունն է եւ մասնավորապես այդ գիրքը, որի հրատարակության մեկ օրինակ այս պահին իմ ձեռքերում է, խնդիր էր դրել այս գրքով Մաղաքի arczepiskopos Օրմանյանը հատկապես օտար ընթերցողին լուսաբանելու թե ինչ է հայ եկեղեցին։
եւ գիրքը դրա համար սկզբնապես լույս է տեսնում ֆրանսերեն, այնուհետև թարգմանվում է հայերեն, հենց հեղինակի կողմից, բայց հետագայում նաև հրատարակվել է այլ լեզուներով եւս վերջին տարիներին բավական մեծ տարածում ունեն ռուսերեն եւ անգլերեն հրատարակումները եւ ստացվում է որ հեղինակի սկզբնապես դրված նպատակը հասել է իր արդյունքին։ Ես ընթերցեմ որոշ փոքր մեջբերումներ աշխատությունից, որ պատկերացնենք ինչ խնդիր է դրել իր արչև Մահաքի arczepiskopos Օրմանյանը։ Մասնավորապես նա գրում է, որ գիրքը ֆրանսերենով հրատարակելու նպատակն է հետևյալը. Կդիտեի օտարներուն միտքը լուսաբանել Հայաստանյայի ծուղափառ եկեղեցուին նկատմամբ։ Սա նրա մոտեցումն է եւ սա նաեւ նկատելի է լինում նրա հաջորդ աշխատության մեջ ազգապատում 2, որտեղ նա հայոց եկեղեցու պատմությունը շարադրելիս 3 հատորներով հետեւյալ կարևոր խորագիրն է տալիս իր գրքի վերնագրից հետո մասնավորապես ասում է հետեւյալը. հայ ուղափառ եկեղեցու անցքերը սկզբեն մինչև մեր օրերը հարակից ազգային պարագաներով պատմված։ Այստեղ եւս 1-2 նկատառում, որ շատ կարևոր է նրա հայոց եկեղեցին աշխատության մասին մասնավորապես, խնդրեմ, նա նշում է հետեւյալը, որ իր գիրքը արդեն հաստորեն հետեւյալ խնդրին է առնչվել, արևելքի ամենեն ազատական եկեղեցին վրա կխոսի, այսինքն հեղինակը խոսում է փաստորեն արևելքի ամենաազատական եկեղեցու մասին եւ արևմուտքի ամենեն անկաշկանդ միտքի Տեր քրիստոնյա մատենագիրի ոճովն ու ներշնչումով։ Այսինքն մենք գործ ունենք մոտեցման հետ, որ հեղինակը ցանկություն ունի ներկայացնելու պարզ ոճով այն մասին, որ հայ եկեղեցին ամենաազատականն է արևելյան եկեղեցիների մեջ եւ մյուս կողմից արևմտյան ընթերցողի համար ըմբռնելի ոճով է շարադրված։ Եվ մյուս կարևոր միտքը, որ ցույց է տալիս նրա հայեցակարգը հայ եկեղեցու պատմությունը դիտարկելիս, շատ փայլուն երևում է հետևյալ մեջբերման մեջ։ Եթե որևէ ազգի կենսականության գաղտնիքը թափանցելու համար անհրաժեշտ է անոր կրոնքին ուսումնասիրություն ունենել, պետք է ընդունել, թե այս տեսակ աշխատությունը անօգուտ չէ, մանավանդ երբ դիտողության առնվի, որ հայոց եկեղեցին, որ մեր պարագային մեջ հայ ազգության հետ ալ նույնացած է, նշանավոր դերմ ունեցած է ազգային կյանքին մեջ։ Ստացվում է, որ Մահաքիա arczepiskopos Օրմանյանը հավատարիմ է այն կոչմանը, որ սահմանել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթև եւ նրանց աշակերտները։ Այն մոտեցմանը, որ հայ եկեղեցու հոգեորականը չի կարող միայն զբաղվել հոգու փրկությանը մարդուն ուղղորդելով։ Դրան զուգահեռ պարտադիր պետք է զբաղվի ազգային կյանքով եւ նա փաստորեն եւ գործնականում էր այդ մոտեցման կրողը եւ նաեւ իր աշխատություններում այդ կարևոր գաղափարն է դրել։ Այստեղ այս աշխատության մեջ Մահաքիա Օրմանյանը կարևոր շեշտադրում է անում, որ հայ եկեղեցին իր դավանանքի եւ վարդապետության մեջ ուղափառ է, ոչ թե այն իմաստով, որ օրթոդոքս կամ պրավասլավն է, ռուսերեն բառով ասեմ, այդ իմաստով է, այսինքն ոչ թե ռուս ուղափառ կամ հույն ուղափառ եկեղեցու ուղղությանն է, այլ որ հայ եկեղեցու գաղափարները, դավանաբանությունը, վարդապետությունը ուղափառ, այսինքն ճշմարիտ հիմքի վրա են եւ այն մեղադրանքները, որ այն ժամանակ նա ստանում էր կաթոլիկ եկեղեցու կողմից, թե հայ եկեղեցին դավանանքի առումով ուղափառ ճշմարիտ ճանապարհի վրա չէ, նա հերքում էր հենց այսպիսի ձևակերպումներ անելով։ Դրա համար կարևոր էր համարում եկեղեցու անվան մեջ նույնիսկ նշել այդ բառը եւ իր եռահատոր ազգապատում աշխատությունը, որ հայ եկեղեցու ամբողջ պատմությունն էր շարադրում մինչեւ 1910 թվականին նախորդող իրադարձություն, չէ 1908 թվական, այս ամենը նա տալիս է ենթախորագրով, որտեղ հստակ նորից նույն անվանումն է նշում։ Ազգապատումը, որ նրա կենթանության օրոք հրատարակվել է 2 հատորով եւ հետո միայն նրա կենթանությունից հետո արդեն նրա մահվանից հետո է 3-րդ հատորը լույս տեսեն, այստեղ տրվում է շատ հետաքրքիր հայեցակարգ։ Նա պնդում է, որ հայ եկեղեցու պատմությունը եւ հայ ազգը ինքն իրենով իր ամբողջ պատմական զարգացմամբ իրարից անբաժան են եւ այս ձևակերպումն էլ հենց այդ բառն էլ որ նա տալիս է ազգապատում այդ հայեցակարգի ամրապնդումն է։
Այսինքն նա տալիս է, որ ազգը առանց իր եկեղեցու պատմության գոյություն չունի, իսկ հայ եկեղեցին էլ պատմականորեն առանց իր ազգի չի կարողացել գոյատևել։ Այսինքն լինելով միևնույն ժամանակ Քրիստոսի Տիրոջ եկեղեցին, միևնույն ժամանակ հայ եկեղեցին հայ ազգի եկեղեցին է, կոնկրետ ազգային բնույթ ունի եւ այս առումով այս երկուսն իրար հետ անբաժանելի միասնություն են։ Եվ այս բանաձևով էլ նա շարադրել է դեպքերը։ Նրա մոտ կա հստակ մոտեցում, դեպքերը ներկայացնում է ժամանակագրությամբ, այսինքն տալիս է յուրաքանչյուր կաթողիկոսի գահակալության շրջանը, նրա ուշադրության կենտրոնում հենց կաթողիկոսների գործունեությունն է, բայց տվյալ ժամանակաշրջանի պատմական դեպքերը, իրադարձությունները եւ կարևոր առանցքային դեմքերը եւս այստեղ ներկայացված են։ Շատ կարևոր է նկատել, որ ինչպես ինքն է հենց նշում ամենաազատական եկեղեցին է հայ եկեղեցին, այս նույն սկզբունքով նա իր աշխատության մեջ նաև քննադատաբար է մոտենում տարբեր գործողությունների, ինչպես Հակոբ Մանանդյանն է պատմաբան նշել իր քննական տեսություն հայ ժողովրդի պատմության այդ մոտեցմամբ, քննական մոտեցում է ցուցաբերում նաև Մաղաքիա Օրմանյանը, լինելով ինքը բարձրաստիճան հոգեորական, լինելով ազգային պահպանողական հոսանքի ներկայացուցիչ, նա կարևոր էր համարում, որ հայ եկեղեցին պատմականորեն եղել է ազատական նաև գաղափարների ու մոդեռնիզացիայի ջահակիր եւ դրանով պայմանավորված այն եղել է նաև ժողովրդական։ Նա իր գրքերում նշում է այդ հանգամանքը, որ մեր եկեղեցին իր բնույթով ժողովրդական է, առանց այդ ժողովրդի, առանց հայ ազգի, այսինքն նա չի կարողացել իր ընթացքը մշակել, իրար հետ մեկ ընդհանրություն են։ Այս առումով իհարկե նրա մոտեցման մեջ նաև նկատելի է սխալների մատնանշում, քննադատություն այն դեպքում, երբ դրանք կան, եւ հակառակը այն կարևոր գործերի մատնանշում եւ դուրսբերումը, որոնք այսօր անգնահատելի են դարձնում նրա աշխատությունը։ Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը վախճանվեց այն ժամանակ, երբ որ աշխարհը նոր էր իր վերքերը փորձում ամոքել առաջին աշխարհամարտից։ Նրա գործերի մի մասը հրատարակվել են նաև հետագայում, ընդ որում ազգապատումը վերահրատարակվել է, երբ մենք բոլորս նշում էինք քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը Հայաստանում։ Այս առիթով նաև ավելացվել է 4-րդ գիրքը, 4-րդ հատորը, որտեղ արդեն տրվել են ցանկեր, տարբեր հատկապես անվանացանկեր, տեղանունների ցանկեր, որոնք դյուրին են դարձնում աշխատությունից օգտվելը։ Մինչ օրս նրա հայեցակարգը շարունակում է մնալ խիստ արդիական, իսկ նրա աշխատությունները չեն դադարում պատմաբանների սեղանի կարևորագույն գրքերից մեկը լինեն։ Իսկ այսօր մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ Պատմության խորհուրդը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։